Ճնշում չի տալի տանը, որ բաղնիքը զուգարանն աշխարհի հին տաշտակում եմ լեղանում, հա։ Այգեհացի Սիմոնը դարդ ու ցավի մասին մեկ-երկու անգամ չի, որ բարձրաձայնել է, բայց ոնց որ թե լսող չկա։ Իրենց թաղամասում ջուրը ճնշում չունի, ինքը ամոթ չլինի, ասելը տատի ժառանգած տաշտում է լողանում։ Բաղնիքը չի աշխատում, կանալիզացիան չի աշխատում, այս sense փագա, երրորդ չորրորդ շենքից փագա։ Ոչ էլ գալիս են, ոչ էլ հետաքրքրվում են։ Բայց Երանի կտար, որ խնդիրը մենակ դա լիներ, իրենց թաղամաս բերող ճանապարհն էլ անձրևոտ օրերին անանցանելի է, ասում է տարիներով գալիս եք, նկարում պաշտոնյաներն էլ գալիս հաթաթա են տալիս, մեկ-մեկ էլ խնդիրը լուծելու խոստումներ ու հեռանում։ Ընդով եկաք նկարեցիք, նկարելուց հետո փոխվեց, եկան լսերը քաշեցին ու գնացին։ Всё, որ լիսը պետք է չի, հենց ճամփին նայեք, ցեխ օրերը ստեղ ավտոյի դադար չի լում, սա այդ թաղավորը բերում աստի ավտոմատ անում։ Չի կարելի էլի, սուտ, հլե խոսում ես, ասում ես տարի ծրագրի մեջ է, թե ծրագիրն ուրա գլխի չենք, տարին ուրա գլխի չենք, մերն իլտեմ նորա ճամփալի, ինչի սա պետքներ, մահանա եմ բրնում ու զուլարի ֆողա, օձունի ֆողնա, հա օձունի ֆողնա հասկացանք, են որ շանտեղ են գգա ճամփեն գքանդի, դուք սարքեք, օձունեցիք ավել շատ են օգտվում, կանստեմ մեկ, հլասարած դաշտերին, բանին նայեք։ Ցեխոտ ճանապարհով տուն հասնելուց հետո գոնե տանը լվացվելու հնար լիներ, չէ սառնամանիք լինի, թե ինչ լվացվելն էլ դրսում է, այսքանը հերիք չէր, եղանակն էլ համը հանում է, ասում է ամեն ինչի համար եւ ամեն ինչի դեմ զայրացած Սիմոնը։ Բնութինն էլ ատենեմ, չես մայիսն եկել լասես ինչ անում, բնութինն էլ ղեկավարների ղայթի ելել։ Ժողովրդին ցանկանում ասատենում, չես ես ինչա։ Հա, Աստված էլ աներում, չիներում մեզ։ Մայիսն ահլասեք, ես ծրտին, ես ծխին, ես անձրևին, ես ճանապարհն էլ ասեմ, են ասում են, որ սինիլտնենք, հլի ասում են, այս տարի ծրագրում կա, տարին անցակենում, ծրագիրը գնում է, և հասես էտին։ Իր դարդին անտարբեր պաշտոնյաների պահվածքի հետ անհաշտ է։ Օձունի ու այգեհատի սահմանը Հո-Ադրբեջանի պետական սահմանը չի, որ անհնար լինի 2 մետր էս կողմ կամ այն կողմ անել։ Ոչ, բան չի բախչեն փորելու, բայց դες եղանակ դե մի էտ եղանակն ասենց հա ինչ անենք։ Մենք էլ պետք է ջախտենք, պետք է կտքացնենք, պետք է կողքին կնստենք։ Գարնան երկրորդ ամիսը վերջանում է, բայց անվելիքովերը գոմից դուրս չեն եկել, մի օր ցուրտ, մի օր անձրև, քամի եղանակն էլ իրենց դեմ է։ 2 կով ու հորթ ունի, ժամանակին շատ է պահել, հիմա քանի դեռ ոնց ասում է կաթը ջուր է դառել, այսինքն ծանր աշխատանքով ստեղծածը ջրից էժան է, շատացնելու իմաստ չի տեսնում, պետության համար անտեղի նոքարություն է համարում։ Մի լիտր կաթ ինչ է քաղաքից կբրեք։ 200 դրամով վաճառում։ Հա, այդ տնական խանութի։ 800 դրամ, 1000։ Բայց գոնյանա տա, դե դες քանի հոգի մեջ մտնում փող աշխատում, էսա կզակն 120-130 դրամ, էտա։ Միսը 5000 դրամը 3000-ով տանում են, չէ 3500-ով։ Այգեհատում պարոն Սամվելին բոլորը ճանաչում են որպես ընդդիմադիր հայացքների տեր մարդ։ Համագյուղացիներից շատերի հետ թշնամացել է դեռ 2018-ին, ասում է 1000 ու մի մեղադրանք է ստացել հարազատ բարեկամներից, բայց իր կարծիքին մնացել անգամ այն ժամանակ, երբ բոլորը ոգևորված էին հեղափոխությամբ։ 2007 թվին թուրքերի հետ բանալ ասավ եպտե Ղարաբաղը գլխացավանքը տանիլ։ Ասավ հավաբունակաղնին, մի բանը կենթանին ասավ Քոչարյանակ, ես երկիր հիմա եմ մտածում, ոչ ես երկիր, ոչ Քոչարյանա, ոչ Նիկոլն, այս երկիրը մեր ժողովուրդն է, մեր ազգն է, ասում Քոչարյանականն է։ Բայց 18 թվին ինչ է, հերել են ասել, մերել են ասել, ասում մեկ ընտրել այդ մարդին։ Եկեղեցուն քանդում, չնայած եկեղեցուն քրիստոնեությանը ես էլ եմ դեմ, քրիստոնեությունը մեծ կրոնություն մեր հետանոսությունն է։ Նախ քանդում է, սա աշխարհում ընդունված է, մեր եկեղեցին առաջինն է, ինչ որ է քանդում է։ Բայց ո՞ր մի լավ բան ասեմ դրա, ինչ լավ բան ունի արած։ Փոշակները ձեզ չի։ Լավ էլի դե գնացի ինչ փոշակ։ 10000 ամսոց փող է։ Դե առաջ էտել չկար։ Դակաճ ամեն ինչ էլ էժան է։ Աղաչ գոնե մարդիկ ալխեն հանգիստ քնում էին տանը։
Չգիտես որ կողմից կգան մորթելու։ Այսպես զայրացած Գոմի գործը շարունակում է պարոն Սամվելն ու ասում, որ չի հավատում իշխանությունների խաղաղության տեսլականին։ Արցախի կորուստը, երկրի փոքրացած սահմաններն ու ըստ նրա թուլացող ինքնապաշտպանական ռեսուրսը, անվտանգության երաշխավորությունը Թուրքին ու Ադրբեջանցուն հանձնառելը լավ տեղ չի տանելու մեզ, ասում է զրուցակիցս։ Ամենով սահմանները խաղացողում, խաղացությունա դա։ Կապ չունի մեր մեղքով զոհվում է զինվորականները, թե թշնամու գնդակից, ամենով զոհվում է։ Մայր աղջկանը տակը գծեց գնաց ասելիանց փարթի արավ, եկուս փարթի էին անում, թաղում են փարթի էին անում։ Ես Միքայելոս մի քիչ շատ կոշտ բաներ եմ գրում իրանց։ Facebook-ում։ Շա անչով ասես։ Բայց չեք վախենում։ Ինչի՞ց, էլ վախել, էլ ինչի՞ց վախես, էլ ինչ դիանել որ վախենք։ Էլ ինչ կարանի։ Պետության ղեկավարը պետք է հայերեն ասես, սուտա քաղաքականություն չկա, թե բախտը ես գիտեմ եւ վերջ։ Հայերեն ասելում ամեն ինչ անում է։ Գիտնամ այդտեղ խոթունա, ինչ ասես ցավինա։ Գնացել ապանակոտ, վիշոր կահակոտ։ Գաստիկոտ ասած դեր որ գրակոտ։ Դպրոցը շինու որ թուրքերեն սովորեն, պետք է հայոց պատմությունը, հայոց գրականությունը հանում են։ Սիրուն շենքն ինչի՞ սա պետք է։ Այսպես վրդովում է պարոն Սամվելն, ասում իրեն ամեն ինչ շատ զայրացնում է ոչ միայն խնդիրների անտեսումը, այլ նաև այն, որ հաճախ նույնիսկ համագյուղացիները չեն փորձում հասկանալ իրար, անտարբեր են ու անհաղորդ։ Նրա խոսքով հենց այդ անտարբերությունն ու մակերեսային վերաբերմունքն են ավելի խորացնում իրավիճակը։ Այսպես վրդոված հրաժեշտ է տալիս մեզ ու ուղարկում գյուղամեջ, որտեղ արդեն սկսված է թղթախաղի գյուղական մրցաշարը։ Այնպես չէ, որ այգեհացիները պարապ-սարապ ման են գալիս։ Զատ թե աշխատում է գյուղացին աշխատում։ Անձրևներից հետո դաշտ մտնել չի լինում, այդ ժամանակ էլ ուզեն չուզեն հավաքվում են թղթախաղի սեղանի շուրջ ժամանակ անցկացնում, ձեռքի հետ էլ քննարկում վերջին նորությունները, թոշակների բարձրացումը, պետական պարտքի ավելացումը, առողջապահական ապահովագրությունն ու այդպես շարունակ։ Լսեք, այդ ապահովագրությունը սաղ աշխարհով մեկ ապահովագրում է, այս Հայաստան նորեղ է, մի եկել եք դրանով ինչ։ Թիվլիս 100 տարի առաջ է, Ռուսաստան, Եվրոպա, սաղ տեղերն է դա։ Մենք հետա մնաց ենք, նոր հետա մի կերպ մի բան եղավ։ Արա թոշակը բայց դա բրցացին 10 մանետ, պամիդորն ու խիարն էլ 1000 մանետով բրցրացրին։ Դա ինչ է նշանակում։ Մի առաջ տեղաշորում էլ չքնեինք, բանով քնեինք։ Yapıncı միջում սարերը մհմի նոր հետա ելելա, տեղաշորում ենք քնել, առաջը ինչ կապ ունի։ Մտածել ծրագրնի են, սուտի ծրագրնի կեր են տալի ժողովրդին պրծավ։ Ամել ընտրութինա, իրանք իրանց աթորի խաթեր ժողովրդին իրարով են տալի։ Ես ես եմ դու են ես նայենա ժողորդն է, միշտ ժողորդը տուժված էլ գնում է։ Թղթախաղով տարված գյուղացիների մի մասը պետական ծրագրերից օգտվելու աշնանը հացահատիկ է մշակել, ծախսարել, ամռան վերջին էլ բերքը կհավաքի, բայց գումարը կստանա միայն տարեվերջին։ Ծրագիր մշակողները պետք է տեղյակ լինեն, որ վերադարձվելի գումարը գյուղացուն օդ ու ջրի պես պետք է բերքահավաքին, որից անմիջապես հետո սկսվում է հաջորդ տարվա ցանքը, ոչ թե սպասեն տարեվերջին, ասում է գյուղացիներից մեկը։ Սուբսիդը շատ ուշ են տալի, մի տարի սպասում ես, այդ գոնե մշակելու ժամանակը է, որ կարենանք մի բանից օգտվենք, մի քիչ պարտանյութը շատ տանք, տեղը ժամանակին անենք, ասենք ցորենի վրա վերունենք, ցորենը ցանել եմ աշնանը, ինձ պատի տան, ես ցորենը հնձում եմ օգոստոսին, ասենք թե։ Տալիս են դեկտեմբերի 28-29-ը Նոր տարի անենք էլ։ Դետել ասպեն ուշացավ, անգնում այլ մի տարի, այդքան ուշանում։ Սեպտեմբերին ես արդեն կարամ ցորենը ծախեմ, գումարելի նորից վարեմ ցանեմ։ Գարնանը որտան, գարնանն է հետաքրքիր։ Այդ պարտանյութ կտամ, թող ժամանակին տան, որ կարենան այդ մարդիկ օգտվեն դրանից։ Հեսա, մի գարունք արդեն գիտեն գործ են անի, սալյարկեն կթնգասնեն, ես ինչ գիտեմ, հա, երկու տեղ սուբսիդիով բանով գարիմարի են տալի, բայց դա հարց չի էլի որ լուծում է։ Մի երկրում որ գյուղ նախարար չլի, գեղն ապահում քաղաքին, եթե մի գեղում նախարար տենց հա, բանը նախարարություն չունի, էլ ինչ, քաղաքը որ 10-րդ հարկումը կացար սովածել էր, կարտոշիկ են գեղից չի գնում,
Գեղին ուշադրություն չեն դարձնում։ Գյուղի խնդիրներին ուշադրություն չի դարձվում ոչ երեկ, ոչ այսօր, գուցե հազար անգամ ասված, նույնիսկ ծեծված միտք է, բայց իրականությունն է, երբ խնդիրները մնում են անլուծելի, հետևանքը նույնն է լինում։ Այգեհատն էլ, որ Ալավերդի համայնքի ամենալավ ու ամենաշատ վարելահողերն ունի, շատ գյուղերի նման կամաց դատարկվում է։ Մարդիկ հեռանում են, մնացողներն էլ ծերանում, եւ այս ընթացքը ցավոք շարունակվում է։ Իմ շարումը Են կողքից են մի գարնիկն մահաց, Արմոն ու Վարդուհին են մահացի, էդ հրևաննին էլի, ատյան դեսնեկան կեսիմ հրևաննին, ամուսինին երկուսն էլ մահացան, մետա ես եմ ranքում մնացե, սրանք էլ ջահելնի են թող երկատայիների կյանք ունեն աղջիկ չեն, որոնք էլ ջահել են գնում են քաղաք, հետո գալիս են, Փոշմանած են գալի էլի, տո մարդն իրան շելլիգը կթողա, թե գնում է քաղաքն ինչ ամտա, բայց այդ բալաշեն, հրետ այ քաղաքն էլ, են ինչքան նավարի է շանս տալի, որ էլ չասեն։ Բարսենիկ տատը հաճախ հիշում է արդեն այդ դժվար կյանքին հրաժեշտ տված հարևաններին ու անցած գնացած լավ ու վատ օրերը։ Պատմում է, թե ոնց սողանքի պատճառով բնակության համար վտանգավոր դարձած Կաճաճկուտի բնակիչների մի մասին բերեցին այգեհատ, որ այն ժամանակ հայտնի հեղափոխական Դանուշ Շավերդյանի անունով Դանուշավան էր կոչվում։ Բայց մեկ է ժողովուրդը կահատ էր ասում, այսինքն այգեհատ։ Ինքն ու ամուսինը առաջիններից էին, որ եկան այստեղ, որ այն ժամանակ շեն ու աշխուժ գյուղ էր կյանքով լի, բայց հիմա արդեն շեն գյուղից գրեթե բան չի մնացել։ Դատարկ տներ, խոտով ծածկված բակեր, երբեմնի կյանքը կամաց վերածվել է լռության։ Որ սովխոզ էր, 20-25 կին էին գնում դաշտ կարտոշկա հավաքելով։ Ծապ, ծիծաղ, ուրախ, ոչ նախանձություն կար, ոչ թշնամություն կար, այնքան պարզ ենք ու անկեղծ, իսկ մի մարդիկ, չգիտեմ, խի փոխվել են, նախանձը շատացել է, թե ընչից է, էդ էլ չեմ հասկանում, որովհետև անհատությունը, անկախությունը, ամեքը իրաց շպտի անեն, որ ունենան։ Դարինկատատը ցավով է ասում, որ գյուղի դատարկվելու հետ միասին կարծես դատարկվել են նաև մարդկանց հոգիները։ Այն ջերմությունն ու միաբանությունը, որ նախկինում կար, կամաց վերացել է։ Ավելի հաճախ տեղ են գտնում նախանձն ու չարությունը, իսկ մարդիկ դարձել են ավելի փակ ու հեռու իրարից։ Գյուղն էլ բաժան են դարձրել։ Մեկը նիկոլական է, մյուսը կարապետյանական են, մեկն էլ քոչարյանական ու այսպես իրար փոր են բացանում, դժգոհում է տատը։ Եվ դա ասում է գյուղի ու ինչու՞ չէ նաև քաղաքների ամենացավոտ կորուստներից է։ Կորուստը միայն նյութականը չէ, կորուստ է նաև արժեքների ու բարոյականության, բայց ոչ պակաս ցավոտ է մարդկային կորուստը։ Այգեհատու մնացածների մեծ մասը տարեց մարդիկ են, ինչպես ամենուր այստեղ էլ երիտասարդները ձգտում են դեպի քաղաք ու դրա հետևանքով դպրոցները կանգնում են փակվելու վտանգի առաջ։ Իսկ ժամանակին այգեհատը հարուստ գյուղ էր մեծ հողակտորներով ու հողին կպած մարդկանցով։ Մեր գյուղը շատ հող ունեցել, մեր գյուղը այդքան մեծ հին գյուղ չի։ Ուշ են եկել մի գյուղացիք այս տարածք առաջ եկել են ձորը, ընդեն բնակվել, հետո բացրացել, կամած իրանց աշխատանքով այդ շատ հողերին տիրացել, որտեղ առել, որտեղ ինչ-որ մի ձևով ու մեր գյուղը շատ հողեր ուներ, դրա համար մեր հողաբաժինն էլ շատ ընկավ, բոլոր գյուղերից հարևան։ Փոքր, բայց փառապանց պատմություն ունի այգեհատը Թումանյանի հիշատակած Դորվակ Հաջերի ոստաններից մեկը։ Այստեղ են ծնվել դաշնակցության հիմնադիր Սիմոն Զավարյանը, հայտնի հեղափոխական Դանուշ Շավերդյանը։ Այգեհատից են սերվել բազում անվանի իրավաբաններ, բժիշկներ, դասախոս գիտնականներ, այդ թվում նաև անվանի թատերական գործիչ Վահե Շավերդյանը։ Փոքրիկ այս գյուղում երկու ազնվական տոհմեր են եղել Շավերդյաններ, որոնց նախապապը Երևանի Խանի Գրասենյակի ղեկավարն էր եւ Զավարյան Զավրևները, որոնք Լորվա Սարահարթում ամենամեծ հողերն են ունեցել, ինչը հետագայում բոլշևիկներն առատորեն բաժանել են այգեհատի ու հարևան գյուղերի ռանչպարներին։ Հիմա արդեն ամեն ինչ այլ է։ Ինչ օգուտ, եթե գյուղը ժամանակին շատ հողատարածքներ է ունեցել, եթե այսօր դրանց մեծ մասը չի օգտագործվում։ Մի քանի հեկտար հազիվ է մշակվում ու միայն մի քանի տուն, որ դեռ անասուն է պահում։ Հողերի մի մասն էլ հարևան կամ հեռավոր գյուղերից ֆերմերներ են գալիս ու վարձակալում ցանում։ Այգեհատցի երիտասարդների մեծ մասը կամ Ռուսաստանում է, կամ էլ Հայաստանի մեծ քաղաքներում։ Գյուղում մնացողների մեծ մասը քաղաքացու կյանքով են ապրում, թոշակով, նպաստով, հազվադեպ որևէ հիմնարկում աշխատանքով։
Եվ սա է այգեհատի ամենացավոտ իրականությունը, ոչ թե միայն հողերի չմշակելը, այլ մարդկանց պակասը, աշխատանքի պակասը, կյանքի պակասը։ Գյուղն օրեցօր դատարկվում է ու եթե այս ընթացքը չկանգնեցվի, վերջը լավ չի լինի, սրտի ցավով ասում է Դարինկա տատը։ Իրենց գյուղը տարածաշրջանի ամենաարագ դատարկվող գյուղն է, թեպետ ունի ամենաշատ վարելահողերը։ Այնինչ այգեհատը շատ առավելություններ ունի, գեղեցիկ կոլորիտային տներ, պատմություն, հնություններ։ Այն գտնվում է աշխարհով մեկ ճանաչված Օձունին շատ մոտ, ինչը ևս մեծ հնարավորություն է զբոսաշրջության զարգացման համար։ Այս ամենը հիմք է տալիս, որ ճիշտ մոտեցման ու նախաձեռնությունների դեպքում այգեհատը կարող է դառնալ զարգացած գրավիչ ու կենսունակ բնակավայր, որտեղից գյուղացին ոչ թե կհեռանա, այլ կմտածի զարգացման ու առաջընթացի մասին ու կհավատա ապագային։ Դրա փորձն էլ կա։ Եվրոպայում ապրող ծագումով մի այգեհացի ավելի քան 1 տասնամյակ առաջ հողեր է գնել ու ընկուզենու այգիներ հիմնել։ Ասում են չափազանց բարձր պարիսպներից ներս նաև ընկույզի մշակման արտադրամաս է կառուցում մուրաբային կույզի չորացման եւ փաթեթավորման նպատակով։ Ասում են, թե ողջ արտադրանքը վաճառվելու է Եվրոպայում։ Բայց հարց է մնում կհաղթահարի հայկական ապրանքների Եվրոպա առաքելու մի քանի տասնյակի հասնող ամենաանհեթեթ արգելքները ցույց կտա ժամանակը։ Ինչևէ այս նախաձեռնությունը վերջին տասնամյակում այգեհատում կատարվող միակ դրական փոփոխությունն է։ Հարգելի հետևորդ, եթե բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել եւ ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար։ Ալավերդի համայնքի եւ հարևան բնակավայրերի պատմությունը նախաուրարտական շրջանից մինչեւ մեր օրերը։ Անհայտ մանրամասներ, Արտաշեսյանների ու Արշակունիների շրջան, Լոռու Գյուրիկյան թագավորությունը եւ նրա արքա Դավիթ Անհողինի աշխարհակալ արշավանքները, մոնղոլների, սելջուկների, վրացիների կառավարման շրջան, Ալավերդու խորհրդավոր քարայրերը, Լոռու քաջերի եւ լեզգիների արշավանքների ամենադրամատիկ եւ ամենամանրամասն 150-ամյա պատմությունը, Լոռու ազնվական տների եւ պղնձի 250 տարվա ամբողջական պատմությունը, բոլշևիկյան ապստամբություններ, Լոռու Չեզոք գոտի, Թիֆլիս Սանահի երկաթուղու շինարարություն, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրում, գործունեություն, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմություններ։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Զայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիս ցանցի Մաշտոցի պողոտայի եւ Դալմա Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Գիրք Ալավերդու եւ Լոռու պատմությամբ հետաքրքրվողների եւ ուսանողների համար։